Այսօր պիտի շարունակենք աննույթը, որը սկսանք տաստիարակության մասին, թերևս ձեզ մի ոմանք կսին, ասնույթը մեզի համար այնքան կարևոր չէ, մենք մեր զավակները մեծուցած ենք, ալ ընելիք չունենք, բայց պիտի տեսնենք այսօր, անշուշտ պիտի խոսենք զավակներու գրթության եւ տաստիարակության մասին, բայց անգևերջի պիտի հասնենք հոգեվոր գրթության եւ տաստիարակության մասին, պիտի խոսենք մի քանի շաբաթներ անոր վրա պիտի եթրոնանանք եւ վստահ եմ որ ամեն մեկուս համար ընելիք բան մգա, սորվելիք բան մգա այս սերդողություններու մեջ եւ ինձ համար կարեւոր բանը որ այս սերդողություն այս նյութը կոնե մեզի պիտի սորվեցն այն է որ մենք գրնամսել ցավալի է որ շատ բաներ որ ընդունած ենք որպես լավ կամ թե մեր մեզի համար ընդունելի շատ անգամ երբ որ Աստծո խոսքին երթանք կտեսնենք որ Աստծո խոսքը դարբեր բաներ գսե սակայն մենք լադիգա ժառանգական գերբով կամ թե շրջանագին մեջ լալով սորված ենք այդպես եւ այդպես կընդունենք եւ այդպես կշարունակենք մեր յանքերը բայց ինչ որ սուրբ գրային չէ կամ թե Աստծո խոսքին համաձայն չէ ադոնք բոլորնալ իրենց վնասներ ունին եւ տաստիարակությունը անոնցմե մեկն է որ եթե սխալ գերբով լա մարդոց կրնա Աստուծմե հերացնել ինչպես ասինք անցյալ չորեքշաբթի տաստիարակության կարևոր գեդերը մեկը այն է որ տաստիարակությունը ուսումը եթե զադես հոգեվորեն միշտ կդանի անաստվածության եւ Աստուծո հագարակ ջամփան եւ այսօր մենք շատ լավ կտեսնենք թե ինչպես այսօր ուսումնական շրջանակը միշտ Աստված դուրս կցկեն ուսումեն տաստիարակութենեն եւ կտեսնենք Ամերիկայի բես երգիրը որ հոգեվոր կետնի վրա սկսավ այսօր ուր գերտա եւ ասիգա շատ լավ օրինակ մնե որ երբ որ բիդի խոսենք տաստիարակության մասին պետք է միշտ հետը գաբի նաեւ հոգեվոր մասը հոգեվոր տաստիարակությունը որտեղ երկուքը միասին գերտան իրար մե չեն կրնար զադել այսօր պիտի անցնենք զավակներու տաստիարակության մասին խոսելու եւ հոն կարևոր բաներ կա որ գուզեմ հստակ լամեզի անշուշտ բոլորսալ ամերիկյան սիստեմի մեջ լալով ամենքսալ ընդունած ենք որ երբ որ զավակը քիչ մդարիկ կասնի preschool գերտա preschool-ն դո մանկաբարձեն նախագրթարանեն երկրորդական եւ երկրորդականեն վերջը համասարան եւ ցավալի մասը այս բոլորի մեջ այն է որ ընդհանրապես այս բոլոր դպրոցներն աշխարհիկ կառավարական դպրոցներ են եւ շատ լավ գիտենք որ կառավարությունը ինչպես աղոթքը վերցուց դպրոցեն եւ կհավատա որ պետք է հավատքը եւ ուսումը կամ թե կառավարությունը իրար հետ կապ չունենան եւ նույն բանը կշարունակվի դպրոցներեն ներս անշուշտ ասիգա անասվածության դանելեզատ միշտ դգարացնե այդ ագաթեմական academic բանը curriculum-ները կամ թե հայդակիրները որ ունին որովհետև երբ որ Աստված կանես բան մեջ են այո քիդություն գլա բայց իմաստությունը գգորսնցնե անգեզատ այս դպրոցները այսօրերս նոր ընկերային ջարդարակեդություններ գնեն social engineering որ գսորվեցնեն դողոց որ ինչպես իրարու հետ պիտի վարվին եւ ինչ բաներ ընդունելի է ինչ բաներ ընդունելի չէ որ ասոնքալ բոլորը հագասուկ գրային կընթանան դպրոցներու մեջ անգևերջ դարօրինակ հետաքրքրություններ կա հետաբնթումներ կա դպրոցի մեջ որ կբնթվի գշեշտվի աշակերտներու վրա
ինչպես վերջերս անցնող 4 տարիներուն տրանզի հարցը մեջտեղ եկավ, որ աշակերտներուն գսեն թուն գրնաս ուզածը դլալ եւ այսպիսի միտքեր կդարածվի եւ կբնթվի գստիբեն աշակերտներուն, որ այսպիսի բաներ սորվին, մտիգնեն, ընդունին, հանդուրժեն եւ անշուշտ այս բոլորին դիմաց ճարակորձությունը կշատնա օրեհոր։ Եվ ասիգա է այսօրվա ներգա թբրոցներու վիճակը, որ դաստիարակությունը այսպես կդրվի աշակերտներուն։ Այսօր դիմաց հոգևոր ընտանիքներ, ասենք, ինչ կնեն, կփորձեն գիրակնորիա թբրոց տնել իրենց զավակները եւ թերևս պատանյաց կամ թե երդասարտած հուսալով որ այս բոլորին թեմ գնան հագաստել եւ լավ մարտիկ դուրս կան երբ որ թբրոցները վերջացնեն արդյոք կարելի է այդպիսի բամը հաջողցնել ցեզի գնամ ասել մեկ գիրագի երթալով գիրակնորիա երթալով մեր զավակները պիտի չգրնան ստանալ այն դաստիարակությունը, որ Աստծո խոսքը մեզի գսորվեցնե, որովհետև ամեն օր 7-8 ժամ դբրոցը որ գանցնե, գիրագյորը 1 կամ 2 ժամ պիտի անցնե, դուք ասեք ինչ կրնա բադահիլ։ Ուրեմն, ինչ է բադասխանը ասոր, ոմանք պիտի սեն քրիստոնյա դբրոց, շատ աղեք, կամ թե դունը սորվեցնել, շատ աղեք, ասոնքալ ծևեր են, բայց արդյոք Սուրբ Գիրքը ինչ կսե զավակներու դաստիարակչության մասին, եւ այսօր մեկ սկզբունք, որ գա Սուրբ Գիրքի մեջը անիգա պիտի սերդենք, եւ քալիք շաբաթներուն մնացածներուն ալ պիտի անցնենք, առաջին սկզբունքը, որ գտեսնենք Սուրբ Գիրքի մեջը, այս է, որ Սուրբ Գիրքը դաստիարակության պատասխանատվությունը ծնողներուն կհանձնե։ Երկրորդ օրինաց 6:1-9, նայեցեք ինչ կսե։ Ասոնք են այն բադվիրանքները, կանոններն ու թադաստանները, որոնք ծեր Տեր Աստվածը ինձի բադվիրեց ցեզի սորվեցնելու համար, որբեսի ծեր մտնելու ու ժառանգելու երկրի մեջ կործատրեք զանոնք, որբեսի քու Տեր Աստուծմե վախնաս ու անոր բոլոր կանոններն ու բադվիրանքները, որոնք ես ցեզի կբադվիրեմ, քու կյանքիդ բոլոր օրերու մեջ պահես, թե տուն, թե քու որդիդ եւ թե քու որդիդ որդին, որբեսի քու օրերդ երկարը լան։ Արդ ով Իսրայել մտի գրե ու սկշությամբ զանոնք կդարե, որբեսի քեզի աղեգը լա ու գաթու մեղր փխող երկրի մեջ խիստ շատնաս, ինչպես քու հայրերուդ Տեր Աստվածը քեզի խոստացավ։ Ով Իսրայել մտի գրե, մեր Տեր Աստվածը միմիայն Տեր է։ Քու Տեր Աստվածը բոլոր սրտովդ, բոլոր օքիովդ ու բոլոր զորությունովդ սիրես։ Եվ այս խոսքերը, որոնք այսօր քեզի բադվիրեցի, քու սրտիդ մեջ թողլան։ Ու զանոնք քու որդիներուդ գրգին անգամ սորվեցուր, թե դանդ մեջ նստած ադենդ, թե ջամփակալած ադենդ, եւ թե բարգելու ու ելլելու ադենդ, անոնց վրա խոսիր։ Զանոնք նշանի համար ցերկիդ վրա գաբե ու ջագատնոցի համար աչքերուդ մեջ տեղը թողլան։ Զանոնք քուդանը թրանտիկներուն վրա ու թրներուդ վրա քրե։ Հոս գտեսնենք 5 դագարանի մեջ Աստուծո բադվիրան Իսրայելի ժողովրդին այս էր, որ ծնողները պիտի սորվեցնեին, ինչպես 7-րդ համարի մեջ հստակ ավելի գրեց, որ ծնողները պետք է սորվեցնեին իրենց զավակներուն, գրթեին եւ դաստիարակեին։ Երբեք թբրոցի քաղաքարը հոս չի գա, թբրոցը գոյություն չուներ եւ մեկ բան որ հոս շատ հստակ կշեշտվի այս համարներու մեջ այն էր որ Աստուծո օրենքը նախ պետք է սորվեին այս բզդիկները մանուկները որդիները եւ որդիները գսե հիմա առաջ այսօր
գիտության ավելի դեր գտրվի, հետո ժամանակ մնան է Աստուծո խոսքին կամ թե Աստուծո կանոններուն նույնիսկ հավատացյալ ընտանիքներներ առաջ մյուս բաներուն դեր գտրվի, հետո ավելցած ժամանակի մեջ քրիստոնեական դաստիարակչություն գտրվի։ Կտեսնենք այսօր դժվարությունը, չէ, նախաբադությունը ուր գտրվի։ Ոս շատ հստակ է, որ գսե, եթե այս օրենքները բայեք, այն ադեն է, որ հաջողություն պիտի գտնեք։ Եվ անշուշտ այսօր հաջողությունը ինչպես կչափեն անալ ուրիշ հարց է, բայց հաջողություն մենք ինչպես անցյալ մեր սերդոթյան մեջ տեսանք, հոն իմաստության հետ կապված է հաջողությունը, իմաստություն ունեցողը հաջողություն կգտնե ամեն բանի մեջ։ Եվ այսօր այդ մեկը անշուշտ կտեսնենք, որ բոլորովին խանգարված է, կարգը կանոնը փոխված է։ Հիմա նոր գդագարանի մեջը քիչ մը գփոխվի անիգա, կտեսնենք, որ նոր գդագարանի մեջ կրնալալ, որ 5 գդագարանի վերջավորության ժողովարանները մեջտեղ եկան, the synagogues, եւ ժողովարանները թբրոցի դեղ գործածվեցան, կամ թե թբրոցի թերը գադարեցին եւ հոնգերթային սորվելու, ինչպես Հիսուսի մասին ագարտանք, կսե կացած էր հոն եւ գգարտային եւ ինքը ելավ եւ երբ որ խոսեցավ, քահանաներ զարմացան, թե ինչպես Հիսուս այդ իմաստությունը ունի։ Բայց այս բոլորին դիմաց նորեն վերջավորության գտարնա ամեն բան եւ բարդականությունը գդրվի ծնողած, որբեսի իրենց զավակները դաստիարակեն, որտեղ զավակները ամենալավ գրնան դաստիարակվել իրենց ծնողներեն եւ անոր մեծ մասը ծնողներուն որ բարդականություն դրվի Սուրբ Գիրքը գխոսի ավելի հորմը բարդականության մասին, որ դաստիարակությունը հորը գպատկանի, հորը կորցն է։ Կարդանք Սամոս 78-ը 1-8-ը, կսե ով իմ ժողովուրդս մտի գրեք իմ օրենքիս, խոնարհեցեք ձեր ականջը իմ բեռնիս խոսքերուն, արագով պիտի փանամ իմ բերանս, ու հին ժամանակի խրտնափանությունները պիտի հայտնեմ, որոնք լսեցինք ու գիտանք, եւ մեր հայրերը մեզի պատմեցին։ Մենք պիտի չբահենք անոնց որդիներեն եւ հաջորդ սերունդին պիտի պատմենք։ Տերոջը փառավոր գործերն ու անոր զորությունը եւ անոր ըրած հրաշքները, վասնզի վկայություն հաստատեց Հակոբի մեջ ու օրենք դրավ Իսրայելի մեջ, որոնք պատվիրեց մեր հայրերուն, որբեսի սորվեցնեն իրենց որդիներուն, որբեսի հաջորդ սերունդը եւ ծնանելու դղակը անոնք իմանան ու իրենց որդիներուն պատմեն։ Անոնք ալ իրենց հույսը Աստուծո վրա տնելով չմոռնան Աստուծո գործերը, հաբա անոր պատվիրանքները բահեն, ու իրենց հայրերուն պես գամագոր ու աբստամբ ասմը չլան, այնպիսի ասմը, որոնց սիրտը չէ հաստատված ու իրենց հոգին չէ Աստուծո։ Ոսկը քանի անգամ շեշտվեցավ, հայրերը սորվեցուցին, մեր սերունդներուն պետք է սորվեցնենք, եւ հոս շատ հստակ է, որ սերունդես սերունդ, եթե պիտի անցնի այս հոգևոր դաստիարակությունը, պետք է հայրերը իրենց թերը գադարեն։ Աստծո խոսքը շատ հստակ կնե այս մեկը։ Ուրիշ տեղեր ալ կան, Արագած 13:1 կսե իմաստուն դղան իր հորը խրադին մտիկ կնե, այսինքն հոս հստակ կնե անգամ եւս, որ հայրն է, որ խրադողը պետք է լա, սորվեցնողը դան մեջ։ Ուրիշ տեղ Եփեսացիս 6:4, Եփեսացիս 6:4 կսե եւ դուք հայրեր ձեր որդիները մի փարգացնեք, հաբա զանոք մեծուցեք Տերոջը վարժությունով ու խրադովը։
անգամ եւս հիմա նոր գդագարան անցանք ասել է թե այս միտքը միան 5 գդագարանի համար չէր 5 գդագարանի հայրերուն կորձը չէր այլ նաեւ նոր գդագարանի մեջ կտեսնենք նույն միտքը կշարունակվի գսե հայրեր ծեր դղակը մեծուցեք դերոջը վարժությունով ու խրադովը հայրերուն թերը կշարունակվի հետո քաղադացիս 4:2 Քաղադացիս 4:2 գսե հաբա խնամագալներու ու հոգապարծուներու դակ մինչև հորը որոշած ժամանակը ոստեղը նորեն գծցնե թե հայրը պատասխանատվություն ունի իր զավակներուն տաստիարակության վրա եւ հայրն է որ գորոշե ինչ տաստիարակություն պիտի ստանա եւ վերջին համարը հորը հետ կապված հոս Եսայի 38 Եսայի 38 19 գսե հայրը իր որդիներուն պիտի քիծնե քու ճշմարտությունը անգամ եւս գսե հայրն է որ պիտի սորվեցնե քիծնե քու ճշտարնությունը աստուծո ճշմարտությունները փոխանցողը հայրը պիտի լա հորը բարդականությունն է այն մեկը հիմա շեշտեցի այստեղը հորը բարդականությունը քանի անգամներ հայրը այս կնշանակե թե հայրեր մեծ պատասխանատվություն ունին իրենց զավակներուն վրա եւ աստուծո հաշիվ պիտի տան թե ինչ ըրին իրենց զավակները ինչպես գրթեցին ինչ տաստիարակություն տվին եւ ցեզի ասեմ շատ ժամանակ չարներ հոգեվոր ընտանիքը անհավատ ընտանիքի մթարնալը սեբենք թե զույգը վերստին ծնած ընտանիք կազմեցին եւ քիչ մթույլ եղան այս տաստիարակության մեջ հայրը մանավանդ քիչ մթույլ գտնվեցավ հաջորդ սերունդը քիչ ավելի թույլ գտնվեցավ սերդված է եւ դեսնված է որ մինչեւ 4-րդ սերունդը այլևս բոլորովին աշխարհ գերտան անորամար գշեշտեմ այս մեկը որ հայրեր մեծ բարդականություն ունի գնելիք ծեր ընտանիքներս հոգեվոր մանավանդ հոգեվոր տաստիարակության մեջ եւ ինչպես ասի հոգեվոր տաստիարակությունը լա մյուսերը երկրորդական են իմաստությունը որ ունենա մեկը մյուս բոլոր բաներում մեջ հաջողություն կունենա ուրեմն ինչ է հորը բարդականությունը թերը ընտանիքներս երեք կարևոր բաներ կա որ Սուրբ Գիրքը գիշե առաջին Դիմեթրոս 5:8 5:8 գգարտանք որ գսե հայրը պետք է բայց եթե մեկը իրեններուն ու մանավանդ իր ընտանիքին հոգ չի դանիր անիգա հավատքը ուրացած է ու անհավատ է մնալ քեշ է ուրեմն առաջին հայրը ֆիզիկական պետքերուն պետք է հասնի իր ընտանիքին հոստեղը Պողոս Արաքյալ Դիմեթրոսի գրե երեցներու պատասխանատվություններուն համար հավատացյալներուն ավելի ընդհանուր հավատացյալներուն պատասխանատվություններուն համար եւ հոր մասին գրեգսե իր դանը ֆիզիկական պետքերը պետք է գարենա հոգալ եթե չի ներ այդ մեկը անհավատեն ավելի քեշ է գսե երկրորդ Մատթեոս 24:43-ի մեջը կտեսնենք հոն որ գխոսի նորեն հորմը թերի մասին 24:43 կսե բայց այս քիծեք թե եթե դանդերը գիտնար թե գիշերվան որ բահուն քողուկա արթուն կգենար եւ թող չեր դար որ իր դունը ծագեն ով է դանը դերը անշուշտ հայրն է հայրը գսե ֆիզիկաբես եւ անշուշտ ասիգա բադի մասին նյութականի մասին խոսի բայց ասոր գողքին նաեւ հորմը բարդականությունն է որ պաշտպանե իր ընտանիքը ֆիզիկաբես մտային գերբով եւ հոգեվորաբես այս բոլոր
ագույններու մեջ հայրը պատասխանատվություն ունի պաշտպանելու իր ընտանիքը։ Եվ վերջին մասը, որ երրորդ բանն է, որ հորմը բարդականությունն է կամ պաշտոնը դանը մեջ, անալ ծննդոց 18-ը 19-ին մեջ կգտնվի, կսե քանզի գիտեմ զանիգա, որ իր որդիներուն ու իր մե ետքը իր դանը պիտի պատվիրե եւ անոնք արդարության եւ իրավունք ունելու համար դերոջը ջամփան պիտի բահեն, որբեսի դերը Աբրահամին վրա փերե ինչ որ խոսեցավ։ Խոս գխոսի Աբրահամին մասին եւ Աբրահամը հայրն էր Իսրայելի ժողովրդին հայրներ, բայց նույնադեն իր ընտանիքին հայրներ, եւ հոս Աբրահամի բարդականությունը, որ հոս կներկայացնե մեզի, հոգևոր առաջնորդ լալու մասին է որ գխոսի, որովհետեւ վերջարկյան գսե, եթե Աստուծո օրհնությունները պիտի կան Աբրահամի վրա, պետք է Աբրահամը իր հոգևոր ծառայությունը ունե իր դան մեջ, այսինքն դանը քահանան քահանական կորձը գադարե ինչպես նոր գդագարանի մեջ ալ մենք գիտենք կգարտանք կսե մենք գանչված ենք քահանայությունը քիչ վերջ գածեմ ուրիշ տեղ գարտանք Հեսուի մեջ ալ այս բանը կշեշտվի Հեսու որ երբ որ ժողովրդին արչև գելե եւ իրենց ընդրություն գուտա թե որու պիտի ծառայեն ինքը վերջավորության գսե 15-րդ ամառից գսե ես ու իմ դունս Եհովան պիտի բաշտենք բաշտենք բառը բաշտամունքի հետ կապված է եթե բաշտամունք կա ասել եթե դան մեջ եթե գիշեք երբ որ ընտանիքի մասին խոսեցանք ասենք դունը հոգևոր բաշտամունքի դեր պետք է ըլլա եւ հոստերը երբ որ Հեսու գսե ես ու իմ դունս Եհովան պիտի բաշտենք ասել գուզե թե ինքը պիտի առաջնորդե իր ընտանիքը հոգևոր աճումի մեջ եւ դերոջը բաշտելու մեջ եւ ասիգա կարեւոր կորձն է ուրեմն երեք բարդականությունները հորը ինչ են առաջին հայթայթող հետո պաշտպանող հետո որպես քահանա այսինքն հոգևոր առաջնորդ դանը հոգևոր առաջնորդը պիտի ըլլա ինչպես as հայրը այս բոլոր բաները պիտի ունե կարդանք անգամ եւս երկրորդ օրինաց 6:7-9 գսե եւ զանոնք քու որդիներուդ գրգին անգամ սորվեցուր թե դանդ մեջ նստած ադենդ թե ջամփակալած ադենդ եւ թե բարգելու ելելու ադենդ անոնց վրա խոսիր զանոնք նշանի համար ցերկիտ վրա գաբե ու ջագատնոցի համար աչկերուտ մեջտեղը թողլան զանոնք քուդանը տրանտիկներուն վրա եւ թրներուտ վրա քրե շատ լավ ինչս էլ գուզեն այս համարները մեզի կարևոր հայրերուն համար առաջին հոգևոր խոսակցություն պետք է ըլլա դանը մեջ եւ զանոնք քու որդիներուտ գրգին անգամ սորվեցուր գսե այսինքն հadouk ժամանակներ որոշել որբեսի ընտանիքին հետ հոգևոր միտքեր արձարծեն այսինքն խոսին խորհրդակցին այդ նյութերու մասին եւ աղոթքի ժամանակը լա աղոթքով դերոջ առաջնորդությունը խնդրել եւ ասիգա հadouk ժամանակ եւ չանք կբանչե որ ընտանիքի մեջ հայրերը գադարեն շատ հայրեր գսեն ես ժամանակ չունիմ եթե գսենք այդպես ասել թե մեր զավակները այնքան կարևոր չեն մեզի համար եւ չենք կնար այսպես մեկա դնել մեկա չնել օրմնել օրմը չնել ադի չէ ադոր մասին խոս ասիգա կանոնավոր դիսցիպլինով հոգևոր տաստիարակություն ունելու մասին է որ գխոսի տաստի ինչքսե որտեղ
հայրենի մեջ ամբես չսեր գսե զանոք որդիները գրգին անգամ սորվեցուր գրգին բարը գործած է բայց գրգին բարը ինքնին արդեն կնշանակե թե փախուս չի գա անգլերենի մեջ diligently գսե այսինքն առանց փախցնելու որ գրեթե նույնն են բայց երկուքն ալ իրենց դարբեր իմաստներ ունին մեկ բան շատ ստագ է որ ասիգա ընդրողական չէ գուզեմն է գնեմ չեմ ուզերն է չեմ ադոր մասին չէ որ գխոսի պետք բան է որ պետք է հայրերը ընեն երկրորդ մասը գսե քուդանդ մեջ նստած ադենդ թե ջամփա կալած ադենդ եւ թե բարգելու ու ելելու ադենդ անոնց վրա խոսիր ինչի մասին է որ գխոսի ասիգա ինչպես կնաս կալած ադենդ նստած ադենդ սորվեցնել արդյոք մարմինին ուր եղած դերի մասին է որ գխոսի անցին ինչ բարգելու ադենդ ելելու ադենդ ինչի մասին ասիգա արդյոք բարձաբես ասիգա գսե թե մեզի գսե ինչ որ գխոսիս ադիգա աբրիր եւ միան խոսք թող չլա այսինքն քու ցանկդ թող ցուցնե թող սորվեցնե քու զավակներուդ ինչպես այսօր գան ես ծանոթ ունեի ինքը գծխեր գխմեր եւ իր դունսեր դրաս չլա որ ձխես չլա որ պերանդ օղի տնես եւ ինչ կխորիկ բադայցավ այդ տղուն ոչ թե միան ձխեց կամ օղի խմեց, այլ թմրեցուցիչներու ալ քնած։ Չես կնար ըսել եւ չնել։ Պետք է օրինակ գլանք, մեր կյանքերով օրինակ գլանք, մեր ընտանիքին առջև, մեր գնգան, մեր զավակներուն առջև, խոսքով չի վերջանար, աբրելով է որ պիտի գարնանք ավելի բան սորվեցնել, քան թե խոսելով։ Եվ վերջին մասը, որ զանոնք նշանի համար ցերկիտ վրա գաբե ջագատնոցի համար աչքերուտ մեջտեղը թողլան զանոնք կուդանը տրանտիկներուն վրա թրներուտ վրա կրե ասիգա անշուշտ հրյաները փարացի գարնեն եւ դեսածեք դերևս իրենց ջագատներուն վրա տուպը գաբեն որ մեջը օրենքները կան ասիգա ադոր մասին չէ որ գխոսի այլ մեկ խոսքով գուզեսել որ դեսողական հայդարարություններ ըրե կուդանդ մեջ գրնաստուն դունիտ մեջը ամենտեղ համարներ փակցնել որ զավակներն ամենտեղ որ թարնան համարներ գտալ քեշ սովորություն չէ հագարակ չեմ փամը չեմ սրանոր բայց տուն բիդի կուպերնոբդ տուն այդ խոսքերը ճշմարտությունները միշտ կրտնես թավանիս եւ դեսողական ըլլա ճշմարտությունը դեսողական ըլլա երևելի բաներ մեջտեղ կան որ քու աբրելագերբդ եւ խոսքերդ միասին երթան ասիգա նորեն առաջին համարին հետ կա մասին հետ կապված է որովհետեւ մեր զավակները դեսազնին կմփրնեն եւ երբ որ մերները բզդիգ էին գիշեմ երբեմն աղջիկս կամ դրաս բաներ գսեին հանգարց ուշադրությունս կգրավեր որ իմ վրաս փամը գտեսնեն ասոնք որ այնքան լավ չէ հաջելի չէ եւ կխոսիմ գնեմ բայց խոսքս եւ կորձս դերևս իրարու է չիպրներ եւ ամիջապես անդրադառնալեն գործեի շտկել շուտմա որովհետև մեր զավակները շատ լավ գտիդեն մեզի գտեսնեն մեր յանքը ինչպես կընթանա ուրեմն հայրեր գտեսնենք որքան կարևոր գործ ունենք մենք մեր ընտանիքներում մեջ եւ ինչպես կարելի է որ հոգեվոր թաստեղարագություն դանք մեր ընտանիքներուն Հիմա մեկ ադալ հարց մգա աստեղը որ ադալ բիդի ներողություն սերդենք
վերջացնենք այսօր։ Մեկը պիտի ասե ինչ պիտի լար, եթե դան մեջ հայր չկար, որ կարելի է տխուր վիճակներ կան, որ դուներու մեջ հայր չկա, կրնալալ մահացած է, կամ բաժանում եղած է, կամ ալ հայրեր կան, որ երբեք դունը չեն։ Այսօր շատ կան բես, եւ անշուշտ սերդած են եւ փաստված է, որ ուր որ հայր չի գա դանը մեջ, այդ դանը զավակները շատ թյուրությամբ կրնան ակադեմիայի մեջ ցախողիլ, դգար մնալ եւ հարաճ չգարնան երթալ։ Ինչ պետք է անենք այն ժամանակներուն, երբ հայրը մեջտեղ չկա, հիմա մենք բանը հայրի հորը վրա նետեցինք, իսկ եթե հայր չկա, ինչ պիտի լավ, այդ զավակները պիտի գործվին, ոչ, կտեսնենք ուրիշ միջոցներ կան եւ Սուրբ Գիրքի մեջ օրինակներ ունենք, անոնց մեկը Դիմեթիոսն է։ Դիմեթիոսը, որ Պողոսը շատ կսիրեր իրեն, հոն կգարտանք Գործարաքելոց 16:1 Գործարաքելոց 16:1 մեջ կսե Պողոս հասավ Թերփե ու Լյուստրա, հոն աշակերտ մգար Դիմեթիոս անունով, որ հավատացյալ հրյա գնոջը զավակներ, իսկ հայրը հույրներ։ Կսե իր մայրը հավատացյալ էր, հրյա էր, եւ հավատացյալ էր, եւ բայց կսե անոր հայրը հույներ։ Գտնե մայրը առաջ գտնե, մորը առաջ կարևորություն կտա, որովհետեւ երբ որ գսե հայրը հույներ, այսինքն իր հորը համար Աստծո խոսքը կարևորություն չուներ։ Այո հայր էր, բայց երբ որ հոգևոր հայր չէ, ոչ մեկ օգուտ ունի դանը։ Չմոռնանք ինչ որսի մինչև մա։ Թաստիարակությունը միան գիտություն չէ, այլ հոգևորը գիտության հետ պետք է լավ որ իմաստուն զավակներ մեջտեղ կան։ Ուրդեղեն Դիմեթիոսը սորված էր այս բոլոր բաները եւ գամ ուրդեղեն Դիմեթիոսը այնքան լավ աշակերտ մտածած էր, երկրորդ Դիմեթիոս 1:5 կսե գհիշեմ քու ունեցած անգերց հավատքդ, որ առաջ մեծ մայրդ Լավոթիա ու քու մայրդ Եվնիգե ունեին ու համոզված եմ որ թուն թեր ունիս։ Ով էին Դիմեթիոսի տաստիարակողները, մայրը եւ մեծ մայրը։ Հիմա քույրեր մինչև մա դերևս կսեք որ մեզի բամը չի գայս դողտյա մեջ, ավասիկ ծեր բարդականությունը սկսավ մեջտեղ ծեր բաժինալ։ Մեր մայրը եւ մեծ մայրը գսե, անոնք էին զինքը տաստիարակողները։ Եվ անշուշտ, ինչպես ասինք քիչ առաջ, շատ կարեւոր է որ հայրը կամ father figure գսեն անգլերենով, մեկը որ հայրական այդ օրինակը փերե դանը մեջ կամ ցկե գտեսնենք որ հոստեղը Բողոս Արաքյալը 16:3-ի մեջ գսե Բողոս ուզեց որ ասիգա իրեն հետ ելե Դիմեթիոսի մասին գսե արավ թլփադեց զանիգա եւ այն դեղը եղած հрьяներուն համար բասնզի ամենքն գիտեն թե անոր հայրը հույն է հոս Բողոս Արաքյալը գարնե Դիմեթիոսը իր հովանավորության տակ եւ շատ կարեւոր է որ մեկը որ գրնա այս պաշտոնը դանիել օգտակար դառնա այն ընտանիքներուն որ հորը բագասը գա եւ Բողոս Արաքյալը այդ թերը կգադարե եւ ասիգա ոչ թե միան հոնգը վերջանա կդեսնենք որ Բողոս Արաքյալը մեծ թեր կգադարե իրեն հորմը բես գտարնա գլա առաջին Դիմեթիոս 1:2 կսե Դիմեթիոս հավատքով իմ հարազատ
որդիս շնորհք ողորմություն ու խաղաղություն Աստծո մեր օրմեն եւ Քրիստոս Հիսուս Տեր մեր Տերոջմեն նայեցեք Պողոս Արաքյալը իր որդի դեղը գարնե Դիմեթրիոս իր որդին գնկադե Փիլիպպեցիսի մեջ ալ գարտանք Փիլիպպեցիս 2:22 բայց դուք փորձով գիտեք թե ինչպես որդիմը հորը այնպես ինձի հետ ավետարանին ծառայեց անգամ եւս Դիմեթրիոսի մասն է որ խոսի եւ ասիգա լավ բան է եթե մեկը գրնա այդ թերը գադարել եւ լալ գադարել հորմը թերը այն ընտանիքներուն որ հայր չունին ընկերանալով անոնց զավակներուն եւ անոնց հոգ տանելով երբ որ հայրը չգա դանը մեջ ուրեմն կտեսնենք որ պատասխանատվությունը տաստիարակության գերտամորը բայց մայրը առանցին թողչի որքան կարելի առանցին թողչի դանի այս բարդականությունը կրնա օգնություն խնդրել եկեղեցիեն եւ գուսամ որ եկեղեցին պատրաստ լա այսպիսի անձերու օգտակար դառնան որ այդ ընտանիքի անդամները գարենան չիդակ տաստիարակություն ստանալ եւ վերջավորության Աստուծո իմաստությունով մեծնան աջին եւ հոգեվոր անցիկ Աստուծո թակավորության մեջ ծառայող եւ ինչպես նաեւ հաջորդ սերունդին սորվեցնող նույն ճշմարտությունը որ իրենք ընդունեցին փոխանցեն հաջորդ սերունդին եւ այս է որ Աստուծո նպատակն է ընտանիքներու համար որ սերունդ թե սերունդ հոգևոր հավատացյալ սերունդներ մեջտեղ բերեն եւ այսօր մենք քախնիկը այս համարներու մեջ տեսանք եւ մի շարունակենք քալիք շաբաթներուն տեսնելու թե ինչ ուրիշ բաներ գսել դերը տաստիարակության մասին դերը օրհնե բոլորին